Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոց Տեսեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային խոհանոցի կերակրատեսակները։ Այսօր այդ գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մեր ազգային խոհանոցի եւ ընդհանրապես խոհարարության ապագա Լուսինե Հովհաննիսյանը, ով աշխատում է Գառնիում 7 քար ռեստորանում։ Ողջույն։ Ողջույն, պարոն Մամուլյան։ Ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Տրամադրությունը բարձր է։ Բարձր։ Հիանալի։ Մեր սարերի նման։ Հիանալի եւ մանավանդ, որ մենք ազգային կերակրատեսակներ ենք պատրաստելու եւ լավ տրամադրությունն էստեղ ոչ միայն չի խանգարի, այլ նաեւ մեզ կխթանի։ Այո, եւ կրկին Շիրակի մարզ։ Կրկին Շիրակի մարզ։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք տապակած սիբեխի պոչեր։ Զոխեր, այո, ինչպես ասում են, իրենք Եվ դուք էլ այստեղ գործ ունեք։ Ես էլ պատրաստելու եմ բուլամա։ Սա դասվում է աղանդերների շարքին։ Հետաքրքիր բաղադրություն ունի, ձու, այսինքն դեղնուստն ենք օգտագործելու, մեղր եւ կաթ։ Եվ այստեղ ունենք Ես օգտագործելու եմ արդեն սիբեխի պոչերը եւ ալյուր եւ գոլջուր։ Եվ գոլջուր ու զեթի մեջ։ Իհարկե, այո, տապակելու ենք։ Լավ, գնացինք, ես ոնց հասկացա, բուլաման ես պիտի պատրաստեմ։ Այո։ Քո իհարկե ղեկավարությամբ նախնական զրույցում դու արդեն բավականին բացատրեցի, թե ինչ եմ անելու։ Այո, սառը կաթի մեջ։ Սառը կաթի մեջ ձվի դեղնուց ենք բացում, շատ չեմ ուզում լսնել։ Չէ՞։ Բավական է։ Ձվի դեղնուցը ձուն իհարկե մենք օգտագործելուց առաջ լվացել ենք։ Ես արդեն նախորոք եռացրած ջրով թթվասերից թույլ խմոր եմ ստանալու։ Եվ այս զանգվածը պիտի հարենք։ Լուսինե ջան, այո։ Եվ այս գունավորը ինձ։ Հետաքրքիր է ընդհանրապես մեր ազգային ավանդույթներին եւ մշակութային ժառանգությանը անդրադառնալիս շատ կարեւոր է, որ այդ գործում ընդգրկվեն երիտասարդները մանավանդ։ Այ դու չէ՞ որ կա այսպիսի մի մտածելակերպ տուրք տալ օտարին, տուրք տալ դրսի, ուրիշի այդ մշակութային երևույթներին։ Այդ դու ինչ ես զգում, երբ որ մենք անդրադառնում ենք հենց մեր ազգային այդ կերակրատեսակների եւ մշակութային ժառանգությանը։ Ես կարծում եմ, պարոն Մամուլյան, ինչ խոսք, որ մեր երիտասարդ սերունդը անգամ ես շատ եմ սիրում ստեղծագործել եւ ինչ խոսք ստեղծագործելու ընթացքում ուղղակի սխալ եմ համարում, երբ ասում եմ սա ֆրանսիական ուտեստ է, սա իտալական ուտեստ է, չէ՞ որ ես հայ եմ, Հայաստանում եմ։ Եթե ֆրանսիական է, պիտի ասեմ ֆրանսիական, դրա մեջ չի արծել, բայց մի քիչ նախածախ խնդիր լինենք, մի քիչ ավելի շատ սիրենք մերը, չէ՞։ Այո։ Այստեղ մարմանդ կրակով պիտի կամաց խառնելով, հա։ Մի խոսքով այստեղից ես մի շարժվեմ, ես ոնց հասկացա, հա։ Այո, կառուցենք նորը մեր ավանդականի վրա, մեր ազգայինի վրա, ով է խանգարում, ով է մեր ձեռքը բռնել, որ հետո էլ չասեն, գիտեք, գնացին առաջ, այս կամ այն խոհանոցը զարգացավ եւ այլն։ Չէ՞ որ այդ նույն այլ երկրները զարգացրել են իրենց խոհարարների միջոցով, իրենց այլ մասնագետների միջոցով եւ պատերի տակ նեղ սրտելու եւ բողոքելու փոխարեն հարկավոր է լծել այդ գործին եւ տանել միջև վերջ։ Ահա, ինձ մոտ թթվասերից թույլ խտություն ստացվեց, ավելացրել եմ մի փոքր աղ։ Մի փոքր էլ կարմիր քաղցր աղացած պղպեղ։ Իհարկե։ Ես միջանկյալ հարցնեմ, այս բուլաման պիտի եռա։ Այո։ Կեռա, մի փոքր կպնդանա եւ կավելացնենք մեղր։ Ու դնելու ենք սարչի։ Այո։
Սիբեխի զոխերը Այո։ ինձ շատ դուր է գալիս այդ արտահայտությունը եւ բոլոր հատկապես ազգագրական նյութերում այդպես Շիրակին վերաբերվող նույն այդ արտահայտությունն է հենց գարունը բացվեց Շիրակցի տիկինը սկսում է իր թադարուկը ու թադարուկ բառը իհարկե կարծում եմ հայերեն չի բայց այնուամենայնիվ բնորոշ է սկսում է իր թադարուկը ձմեռվան այսինքն այդ ամբողջ տնտեսական տարին սկսած գարնանից մինչև աշուն գյումրեցի եւ Շիրակի մեր հայրենակիցները կանայք սկսում են արդեն նախապատրաստվել ձմռանը Կրակը մարմանդ կրակ է այս բուլամայի տակ հենց այդպես էլ նշվում է եւ մարմանդ կրակով պիտի հասցնանք Գերման աստիճանի եւ նորից կրկնեմ ուղակի ձվի դեղնուսը խառնեցինք կաթի հետ եւ կամած բերելու ենք Գերման աստիճան Գերման աստիճանից հետո կվերցնենք կրակից մեղրը կավելացնենք քանզի մեղրը երաշտել չի կարելի մեղրը կավելացնենք խառնենք եւ կդնենք մի կողմ որովհետեւ սա մատուցում է սառը վիճակում Ինչ վիճակի են զոխերը Զոխերը արդեն առանձնացրել եմ Կարելի օգտագործել սոխը Լուսինե ջան կամած պնդանում է գիտես հասկացա որ սա դոնդողատիպ է դառնալու հա երևի Այսպես գեղեցիկ ինձ թվում Այո Կարծես թե ծնծաղիկի փունջ լինի Այո Հա Պասի ձուկ Հետաքրիր է Ձեզ կարող եմ տալ մեղր եւ գթան Շիրակի խանութը հետաքրիր է նաև բառախաղերի իմաստով այնտեղ կա չէ կերակրատեսակ պոչով ապուր Այո բայց իրականում դա որևէ կենթանական պոչ չի, կենթանու պոչ չի։ Դա փաստորեն խմորի այդ կտորները մենք պատրաստել ենք այդ կերակրատեսակը եւ շատ դեպքերում խոհարարներին փորձելու համար ավելի փորձառու խոհարարները այդպես հարց են տալիս դե լավ գյումրվա պոչով ապուրը ինչի պոչից է ու սկսնակ խոհարարները սկսում են մտածել ինչի պոչ պիտի լինի երևի տավարի, երևի գառան, չգիտեմ Այնինչ խմորի Այո, հիմա էլ պահքի ձուկ արտահայտություն հենց արդեն ինքը բառախաղ է արդեն հիշեցնում։ Լուսինե, իսկ Սիբեխի այդ մնացած մասը, այդ կանաչ զանգվածը, ինչ ենք անելու մեր հեռուստադիտողներին ինչ խորհուրդ տալ։ Կարելի է աղով ցանել Եվ կոչել աղցան։ Այո։ Քանզի աղով ցանվածն է։ Վերջ։ Այո։ Այո։ Իմիջիալոց մի հաղորդման էի մասնակցում տարիներ առաջ, որտեղ ներկա էր նաև Մարտով ասում էր, որ ես ինքը դիետոլոգ, այսպես կեսաբան, չգիտեմ, մի խոսքով սննդաբան, եւ այսպես ելույթ էր ունում, ասում էր, գիտեք, մենք սխալ ենք սնվում, սխալ ենք օգտագործում մթերքները, կերակուրը եւ այլն։ Օրինակ ասում էր, աղցանին աղ ցանել չի կարելի։ Դեպքում ինչ է կարելի։ Այսինքն խնդրեցի, ասիկի կարելի է այդ նախադասությունը նորից կրկնել։ Ինչ ասում աղցանին, այո, աղցանել չի կարելի։ Եղբայր, բա անունը ինչի համար է աղցան։ Հասկանալի է, որ շատ աղ չի կարելի օգտագործել։ Այսինքն ամեն ինչը չափի մեջ, ընդհանրապես միայն աղին չի վերաբերվում դա։ Ոչինչ Մինչ կտապակվի սիբեխը, ես այստեղ ունեմ մածուն պատրաստած, ուզում եմ փոքրիկ սոուս սարքել։ Այո։ Եվ օգտվենք կանաչիներից։ Իմ ամբողջ ուշադրությունը այս գուլամայի վրա է, որ չմակարդվի։
ինչեր ասես, որ չեն մտածի, չէ՞ մարդիկ։ Սիբեխի զոխը եւ հետաքրիր է, որ հենց պահքի ժամանակաշրջանում է, եւ այդ մեր վայրի ուտելի բույսերի սնվելու ժամանակ։ Մի փոքր մեր լոտուս աղը։ Եվ չորացրած ցիտրոն։ Ճիշտ է, մածունը պասա ինչի, բայց Այո։ Ցանկության դեպքում մենք հենց առանձին կմատուցենք, ցանկության դեպքում թող շատ հետաքրքիր է, որ այդ մշակման ժամանակ նյութերի մշակում ենք, բաղադրատոմսը գրում ենք եւ այլն, բայց իհարկե պատկերացնում ենք պատկերացմամբ միայն համերի տեսքի մասին, բայց պատրաստելու ժամանակ ընդհանրապես ինչքան էլ փորձառու լինենք, զարմանք է գալիս եւ հրճվանք։ Մանավանդ եթե գործ ունենք մեր ազգային խոհանոցի, մեր մշակութային ժառանգության արժեքների հետ։ Լուսինե ջան, արդեն ոնց որ թե պատրաստ է, ես այստեղ դնեմ։ Շնորհակալություն։ Սա մի քիչ արագացնենք։ Սա էսպես։ Դեռ չենք մատուցի։ Հասցրինք եռմանաստիճան, բարեկամներ, խառնենք։ Գույնն էլ է գեղեցիկ։ Այո, եւ լավ միատր զանգված ստացվեց։ Ավելացնենք մեղրը։ Այսքանը։ Եվ շարունակեմ, դու այնտեղ ինչ է, աղցան ես պատրաստել։ Դեռ ոչ։ Ես շարունակեմ դու Խնդրեմ։ պատրաստել։ Այստեղ ազատ կարող ենք շարունակել մշակումը։ Այսպես աղով եւ պղպեղով։ Լուսինե ջան, պատրաստ է արդեն մեր կերակուրները, Այո։ աղցան էլ պատրաստեցիր, Սիբեխի զոխը տապակված կամ ինչպես հաճախ նշում են Գյումրիում Պասի ձուկ։ Պասի ձուկ։ Այո, ես բուլաման բերեմ։ Արդեն սառել է։ Զոխերը։ Այո, Պոչերը։ դե Շիրակում զոխ են ասում հիմա մենք։ Խնդրեմ, ինձ գեղեցիկ։ Հիանալի։ Բարեկամներ նորից հիշեցնեմ, պատրաստեցինք
տապակված սիբեխի զող ալյուրով եւ բուլամա մեր ազգային խոհանոցից Շիրակի մարզին բնորոշ։ Լուսինե ջան, ինչ կցանկանաս մեր հերոսադիտողներին։ Ճիշտն ասած, այսօր ուզում եմ ես իրենց սիրո խոստովանություն անել, ես ձեզ շատ եմ սիրում եւ այդքանը։ Ես կարծում եմ փոխադարձած էր սերը։ Հարգելի հերոստատիտողներ, ձեր անունից ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել Լուսինեին, ցանկանանք, որ նա երբեք կանգ չառնի այդ դեպի խոհարարական երկնակամար գնացող ճանապարհին, ստեղծագործի, հպարտ լինի, որ հայ է, հպարտ լինի, որ հայկական խոհանոցի կրողն է եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն Լուսինե ջան, ապրես։ Բուլամա Կաթ 2 լիտր, ձվի դեղնուց 4 հատ, մեղր 80 գրամ, ելակ 4 հատ։ Տապակած սիբեխի զող, պասուց ձուկ։ Սիբեխի զող 20 հատ, ալյուր 200 գրամ, աղ 16 գրամ, ձեթ 200 գրամ, կարմիր պղպեղ 8 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, ազգային արժեքների տերը եւ պահապանը մենք ենք։ Մենք պիտի տարածենք, մենք պիտի պահպանենք եւ փոխանցենք մեր գալիք սերնդին։ Ուրիշ այդ գործը ոչ մեկ չի անելու։ Այնպես որ ուշադիր լինենք եւ պահպանենք մեր ազգային արժեքները։ Ես ուզում եմ այսքանով վերջացնել, այսքան էր որ պատրաստեցինք ձեզ համար այսօր եւ մաղթանքս է որ լինենք միշտ առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։